Քերովական եմ մնացել։ Քո զադիկդ էլ շնորհավոր։ Ես երբ եմ ուշացել, որ եկուց էլ ուշանում։ Բարի գիշեր, ընկերորդաշ։ Բժիշկ կքել եմ։ Նազիկ ջան, մի խոսա։ Բժիշկ կքել եմ։ Դու ինչ կենես, ցավդ տանի։ Կվազես էլ։ Դու չեմպիոն աղջիկ ես։ Չմտածես, մամ, լավ կեղնի։ Գեր արդաշ մեջքս ջարտավ։ Ալաշ։ Այգուր ես ինչ եղավ։ Նազս։ Էդգար նորա Քրիստիկ։ Էդգար ինչ ասա։ Պապ ոդի գելնի։ Արդաշ դու սա կայլասկով պրծնինք։ Մենք ստեղ բան չենք կվայենք, ճիշտ կյանի վրաց տեղափոխենք Երևան։ Մասիկ ջան, հետ չմտածես, լավ չէ։ Առողջություն քեզի մեր չեմպիոն։ Շահազ է թողնում նա։ Ներողություն, մի հարց կարող եմ ձեզ տալ։ Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, ինչ եք պատրաստվում նախաձեռնել։ Ամեն ինչ լավ կլինի, եթե պետք լինի կոմիտեին օլիմպիական կուղարկի արտասահման, կապակինվի, կբուժվի, կամուսնացնենք։ Ուղղակի շատ ափսոս, որ հայկական սպորտը կորցրեց նման մարզիկի։ Ես տանգիստ եմ։ Պետք է օլիմպիադա։ Ինչ բան է սերը։ Դու լամոր ջոգել ես ինչ է դարգը տվել ես։ Դու ջանը դիգ արդակից պետար բան է։ Դու տեմը չարակ ջուղավորի քեզի կխեղդ է։ Վառը սլու է ցավդ տան, դու նաշ ջան գործ չունես։ Դին ջայր տղա, սիրուն տղա։ Ես սիրարվել է։
Շիրակ ֆուտբոլային ակումբի կողմից մեր չեմպիոնին։ Դու հզոր ես մեր պարծանք։ Նորքի մանկատան երեխաների կողմից սիրելի Նազիկի։ Վիկ Դարչինյան, առողջություն քեզ, հզոր ջան։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, առողջություն քեզ, չեմպիոն։ Նազս, հենց ոտի հելար պսակվում ենք։ Էլ արդեն չես կարել իմ ահանաբրնես սպորտս հա սպորտս։ Չէ, նկատի ունեմ հասկացար։ Հիմա ունենք են ինչ ունենք։ Կամ ստանանք, ընտանիք կկազմենք, տղա երեխա կունենանք, կմեծանը կդառնա չեմպիոն։ Ինչի որ աղջիկ ծնվավ չի կրնա չեմպիոն դառնա։ Դիքը հարց է կկրնանամ երեխա ունենամ, թե չէ։ Կկրնանաս։ Բոլորն իրար են խառնվել, կղրգեն ու կղրգեն։ Կուզես ասեմ ես ծաղիկները հանեն հանգիստ չնչես։ Չէ, թող մնան։ Այս ծաղիկները ընձիկը հիշեցնեն, թե ով եմ ես եղել։ Ոչ թե ով ես եղել, այլ ով ես։ Կկրնանամ քելեմ, բժիշկ ջան։ Մենք ամեն ինչ արել ենք դրա համար, Նազիկ ջան։ Պետք է համբերատար վերականգնողական փուլ անցնես։ Կկրնանամ հետեր տամ սպորտիս։ Քեզ այս աղջիկ հրաշքով հաշմանդամությունից ես բրծել, սպորտից է խոսում։ Այ բալաջան, քեզ ինչ եղավ։ Ընկեր Արտար, կեղնի փոխվի մեր տամ Նազի մոթի վանդանոց չեմ կրնա պարապիմ։ Դիտակ է, որ պայմարցումներն է, գործիտն է։ Իսկականից չեմ կրնա, թողեր տամ էլի։ Ես քեզի բան ասեցի, գործիտն է։ Կուզես ինձի վրընդեմ, ես պտի երտամ։ Քրիստիկ, դու սեգար ես տեմ չգաս։ Ես չամպեն մորացի։ Դիսցիպլինա, երկաթ է դիսցիպլինա։ Սիգեն գինոր բատի վճարեք։ Մա Ելենա Իվանովան է գրե։ Հա? Աբրինկը։ Տկան տարի երկրպագել ես իրա սպորտը, լավ սպորտսմեն է։ Հələ կարտատեսնիկ ինչ է գրե։ Կարտա իմանանք։ Все, завязала со спортом. Помни, ты всегда будешь вторая. Անաստված աղջիկ, չի մարսե, աշխարհի մրցումներին քու չեմպիոն դառնալդ ու իրա երկրորդ տեղը ընկնելը։ Բան չկա, պալես, բանի տեղ մի դիր։ Ինչ գրեցիր։ Տեսնեմ ինչ ես գրել։ Իսանդր, հագնոցներս էլ։ Я еще вернусь, но тебя там не будет. Обрис. Այս գրողը բժիշկ է։
Բան չհասկացա ձեռագրից։ Պատահում է, չէ, որ ասֆալտած ճանապարհով քայլում ես ու մեկ էլ տեսնում ես մի ծաղիկ ասֆալտը ճեղքել դուրս է եկել։ Մտածում ես այդ ծաղկին որտեղից այդքան ուժ, որ նույնիսկ ասֆալտն է ցակել։ Հետո մոտենում ես, երկար նայում ես նրան, ուսումնասիրում, ուզում ես փոկել, սակայն նրան արմատախիլ անել հնարավոր չէ։ Այդ պահին հասկանում ես, որ ուժը չէ, որ նպաստել է ասֆալտը ճեղքելով նրա ծիլ տալու։ Այլ այն աստվածային առաքելությունը, որ նա կրում է իր մեջ։ Ինքը պիտի ճեղքի ասֆալտը, որովհետև այդպես որոշված է, որովհետև դա է նրա ճակատագիրը։ Իր կամքին հակառակ նույնիսկ պիտի ճեղքի։ Ցավ կապրի, կվնասվի այդ ընթացքի ժամանակ նրա ցողունը, իր խնդիրը չէ։ Դա մտահոգություն է, որը նա հանձնում է Աստծուն։ Իր ճանապարհը լույսի ճանապարհն է, եւ նա վեր է խոյանում դեպի լույսը։ Ձգվում է ամբողջ ուժով, թեկուզ եւ մեջտեղից կիսվի։ Նա Աստծո զավակն է, Աստծո որոշումը, արդեն հաստատված մի բան։ Սիրելի Նազիկ, խնդրում եմ, եղիր այդ ծաղիկը։ Դուրս եկ մթության միջից, ձգվիր դեպի լույսը ու ապրիր թերևս այն բոլորի փոխարեն, ովքեր արժանի չեղան այդ աստվածային որոշմանը։ Եղիր այդ որոշման կրողը եւ թող Աստված պահպանի քեզ։ Հնազանդ ես աղջիկս, թե հիվանդության և թե դժվարության ժամանակ։ Կարող եք փոխանակվել մատանիներով։ Այժմ դու աղջիկս։ Հայտարարում եմ ձեզ այրուկին։ Մրջյունների զարմանալի աշխարհը ձևավորված միլիոնավոր տարիներ առաջ կատարյալ է եւ ինքնաբավ։ Մրջյունները պատկանում են միջատների այն խմբին, որոնք զուրկ են ողնաշարից։ Դա նշանակում է, որ մրջյունի կյանքում ողնաշարի գործառույթը իր վրա է վերցնում նրա պատյանը եւ այնուամենայնիվ մրջյունները եզակի են նրանով, որ չունենալով ողնաշար կարող են սեփական քաշից 10 անգամ ավելի քաշ բարձրացնել։ Բացի դրանից, նրանք ունակ են սովորել հետևելով ուրիշներին, լսել Վատ բան չէ ձեր առաջարկածը, բայց ես սաղ կյանքը սպորտսմեն եմ եղել։ Նազիկ ջան, ֆեդերացիայի համար շատ կարևոր է քո ներգրավվածությունը։ Բոլորս էլ գիտենք, թե դու ինչ մարզիկ ես եղել։ Բայց դե կյանքը, ինչ եղել է։ Տարիներն անցնում են։ Լավ կմտածեմ ձեր առաջարկի մասին։ Դե տես, վաղը մեկին երեխեքը քեզ են սպասելու։ Սրտները չկոտրես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ քոպես աշխարհի չեմպիոն դառնալ։ Բայց ինչի աշխարհի չեմպիոն։ Բա ինչ։ Օլիմպիական չեմպիոն։ Ոնց թե դու օլիմպիական չեմպիոն ես։ Չէ։ Դե Ռոմեն, ես էլ չէ։ Ես ուզում եմ քո նման լինեմ։ Դե գնա սկսենք պարապել։